Կարող է մերնել են փագի։ Այնիշ չի, ես միշտ ստկարում, միշտ օգտվում եմ։ Փակել են, ձերնել են փակել։ Կեսել են փագի։ Տաշիր պիցայի Փափազյան 21-ի մասնաճյուղն էլ փակեցին։ Մարդիկ մոտենում են դռներին, տեսնում ռետինե կողպեքն ու քորու փոշման հետ գնում։ Ափսոս որ փակել են։ Հենց այսօր ուզում էի կայ իրիգունը կդոր հաց ուտեստե։ Ինչ եք սիրում ստեղ ուտել։ Տալական մի հատ ուտեստ կա։ Համեղ էր ու հարմար, հատկապես թոշակառուների ու դպրոցականների գրպանին։ Եկա տեսա փակա, շատ է խուրեի։ Սիրում եք տաշիր պիցաների պիցաները։ Հա շատ է սիրում, բայց չգիտեմ ինչի համա փակվել է ու շատ վատ է եղել։ Դե վատավոր փակա։ Հա, մարդիկ օգտվում են։ Ինչի են փակել, ես չեմ հասկանում։ Բա որտից օգտվենք, ես ուր գնանք։ Ուր գնան, Տաշիր պիցայի իրենց ամենամոտ մասնաճյուղը սա էր, մյուս համեմատաբար մոտ մասնաճյուղերը նույնպես փակ են։ Վերջին 3 օրում կողպվել է Տաշիրի սննդի կետերի գրեթե կեսը։ 30-ից 12-ում խախտումներ է հայտնաբերել տեսչական մարմինը, ըստ ՍԱՏՄ մամուլի խոսնակի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Պատերը հարթ չեն, անջրանցիկով ներկած չեն, հատակը նորմալ չի, այսինքն իրենք գիտեն իրենց խնդիրները։ Չեն հավատում քաղաքացիները, 21 տարի է Տաշիր պիցան գործում է Հայաստանում, նոր բացահայտեցին այդ խախտումները։ Փաշինյանի Սամվել Կարապետյանին իր ձևով միջամտելու սպառնալիքից հետո Հա բա ուրիշ պատճառով, դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, բա ուրիշ պատճառով ցանտանեմ։ Փաշինյանին աջակցող նույնիսկ այս կինը չի հերքում։ Պիցերիաները փակելով պատժում են Տաշիր գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանին։ Կարծում եք պատժում են Սամվել Կարապետյանին այսպես։ Կարծում եմ, ասում են, որ պետք չի խառնվես։ Ինչ որ ձևով պետք է կպնեն, չգիտեմ։ Այդքանը ես չեմ հասկանում, բայց որ պետք չի որ դրսի մարդը գա ուստեղ խառնվի մեր պետականությանը, այդ կարծում եմ ճիշտ է։ Մենք պետականության կողմնակից ենք։ Մենք շնորհակալ ենք։ Եթե իրենք պետականության կողմնակից են, ինչու են քաղաքական հետապնդում սկսում պետականության համար ոչինչ չխնայած մարդկանց նկատմամբ, չեն հասկանում որոշ երևանցիներ։ Մենք հայրենասեր մարդ այդքան օգնել է եւ ղարաբաղցիներին եւ Հայաստանին։ Խեղճ Սամվել Կարապետյանը ափսոս, ինքը հարգված ժողովրդի կողմից սիրված լավ մարդ է, բայց մենք ինչքան էլ գրագետ չլինենք, գիտակցում ենք, որ նույնը Ռուբեն Վարդանյանը, նույնը Հայրապետյան մյուսը որներ, Լևոն Հայրապետյան, խեղճը նույն հաջորդը իմ կարծիքով, ժողովրդի կարծիքով, հաջորդը Հերթ Աբրահամյանինն է։ Սննդի տեսչությունը հերքում է, թե խիստ ստուգումները կապված են Կարապետյանի շուրջ զարգացած վերջին իրադարձություններով։ Մամուլի խոսնակի պնդմամբ ստուգումները սկսվել են Տաշիր պիցա ընկերության դիմումից հետո։ Այն որ որոշակի դեպքեր իրար հետ համընկել են, որևէ նշանակություն եւ բան չունի մեզ համար։ Իրենք դիմել են, մենք ստուգումները սկսել ենք, իրադարձությունները սկսվել են, որը մեզ բոլորովին չի առնչվում։ Տաշիր պիցա ընկերության մարքեթինգի տնօրենի խոսքով իրենք ամեն տարի էլ դիմում են ՍԱՏՄ-ին, ակտիվ համագործակցում, բայց խնդիրներ հայտնաբերելիս ՍԱՏՄ-ն սննդի կետերը նախկինում չէր կողպում։ Մենք ինքներս տրամաբանենք լիզամիջ այսօր մենք երբևէ չենք ունեցել նման կամ նմանատիպ դեպք չարձանագրվել, որ ինչ-որ խախտումներ նկատելու դեպքում սննդի օբյեկտը փակվի ամբողջությամբ։ Կարող են կասեցնել մի սննդի 2-3 սննդի վաճառքը միջև խնդիրը վերացնել, բայց սննդի օբյեկտը փակել ամբողջությամբ նման դեպք երբևէ չի արձանագրվել։ Հիմա էլ խիստ ստուգումներ են Տաշիր պիցայի 15 մասնաճյուղերում։ Որպեսզի փակված կետերի աշխատողները գործազուրկ չմնան, չզրկվեն ապրուստից, տնօրինությունը նրանց գործուղում է դեռ չփակված մասնաճյուղեր։ Մամուլը գրում է, որ կասեցվելու է բոլոր Տաշիր պիցաների գործունեությունը եւ այդ հանձնարարությունը կատարելու է ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը, որն ըստ լուրերի այսօր ՍԱՏՄ խորհրդի նիստում ընտրվել է որպես ՍԱՏՄ ղեկավար։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։